Ahmadinejad-ի հետ հետաքրքիր էր ինքը էապես տարբերվում էր այլ Պարսկաստանի ղեկավարներից։ Ahmadinejad-ը ինժեներ էր կրթությամբ, աշխատել է քաղաքապետ, շատ կոնկրետ։ Ինձ համար պարսկական մշակույթում դա նորություն էր, բայց հաճելի նորություն էր։ Ինչ պայմանավորում էինք, շատ կոնկրետ անում էինք։ Մի տեղ մի բան ուշանում էր, դեսպանը գալիս էր, ասում էր, սենց խնդիր կա, ես շատ գոհ եմ այդ հարաբերություններից։ Ես որևէ ճնշում Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի վրա չեմ ունեցել, ավելի շատ ճնշումը գիտեք ինչ է եղել, իրենք անընդհատ հուշում էին, որ Իրանի հետ մեր հարաբերությունները իրենց սրտով չի։ Պրոբլեմ էր, օրինակ, երբ որ մենք Ahmadinejad-ի հետ պետք է գազամուխը բացեինք Հայաստանի տարածքում, Մեղրիում մենք միասին այդ բանը ֆակելը բանը վառեցինք, մինչ այդ ուղղակի հատուկ դիմել են արտգործնախարարին, որ լավ չի, պետք չի գնալ, փորձում էին հորդորել, որ ես չգնամ, չմասնակցեմ այդ արարողությանը։ Իհարկե մերժեցի։ Այդ կարգի ազդելու փորձեր այո եղել են։ Եվ ասեմ, ես արդեն նախագահ չէի, երրորդ էլեկտրական գծի կառուցման համար այ մեծ ծրագիրը գազամուխի որ կառուցել ենք, ուշացնում էին Հայաստանից։ Ինքը ինձ հրավիրեց եւ արդեն ոչ նախագահ լինելով ես գնացել եմ Թեհրան, եղել եմ երկու քաղաքում, որպես արարողակարգի մասնագետ, ես ապշած էի այդ բարձր մակարդակի ընդունեցու արարողակարգն ինքը աստիճանակարգեր ունի, էլի աշխատանքային տարանցիկ այցից մինչև պետական այց, Հայաստանի Հանրապետության պաշտոնատող նախագահին Իրանի Իսլամական Հանրապետությունում ընդունեցին պետական այցի մակարդակին հարիր ձևով։ Շատ բարձր մակարդակով ընդունելություն եղավ, եւ ինքը շատ բարձր ինձ ասաց, որ այս ծրագրերը ոդի կաղնել են։ Եվ կաղնել են, որովհետեւ հայկական կողմը խոչընդոտներ է ստեղծում։ Ես այն ժամանակ ուղղակի հասկացա, որ ինքը բազմաթիվ փորձերից հետո որոշել է ինձ եւս դիմել, ասելով, որ մեր պայմանավորվածությունները կիսատ են մնացել։ Երևի այդ ժամանակ ամբողջականացավ իմ մոտ, էլի, թե նախագահան տարածաշրջանի խաղաղության համար ինչ մեծ ներդրում է ունեցել։ Տարածաշրջանի հավասարակշռության ու ստաբիլության համար։